Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամա Մարացի ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամա Մարացի նորաբաց խանութ սրահում։ Առանց երաժշտության կյանքը սխալմունք կլիներ, զերծ մնանք սխալմունքից, բարի երեկո ու բարի գալուստ X Factor հեռուստաշոու։ Սիրելի հեռուստադիտողներ, սա X Factor-ի երրորդ եթերաշրջանն է, սա ամենավարկանշային, ամենաէմոցիոնալ ձևաչափն է և թվում էր, թե ամենաբարդ փորձություններն անցել են, բայց դա միայն ձեզ թվում էր, որովհետև հաղթահարված է իհարկե շատ բարդ փորձություն, բայց Եվս մեկը առջևում է, և այսպիսով X Factor-ում այսօր ժյուրիի երկու անդամ անցնելու են եվս մեկ բարդ փորձություն։ 24-ից բարձր ղեկավարն է Իգոր Գլումովը, աղջիկների պրոդյուսեր Էմմի, տղաներին ղեկավարում է խիստ Անդրեն, իսկ խմբերի հետ շատ լավ գործունեություն է ծավալելու Գարիկ Պապոյանը։ Ժյուրի 4 անդամ, 4 խումբ, յուրաքանչյուր խմբում 4 մասնակից։ Եվ այսպիսով, այս 4-երի հիթ շքերթին այսօր տրվելու է վերջ, որովհետև յուրաքանչյուր խմբում, սիրելի բարեկամներ, մնալու են ընդամենը 3 հոգի։ Այսօր հերթը երկուսինն է, երկու դժվար փորձություն։ Իգոր Գլումով և Էմմի։ 24-ից բարձր և աղջիկներն անցնելու են այսօր բարդ փորձություն և 4-ից մնալու են ընդամենը 3-ը։ Ես ուզում եմ, որպեսզի այս բարդ փորձության մասին մի քանի խոսք, ինչպես է նա պատկերացնում, ասի մեր հարգարժան Իգոր Գլումովը։ Ողջույն Եգոր։ Բարև ձեզ Ավետ։ Ողջույն։ Բարև ձեզ սիրելի հանդիսատես։ Իհարկե հերթական շատ դժվար փուլ, առաջին հերթին երևի թե դժվար ժյուրի անդամների համար, քանի որ ընտրությունը կատարում ենք մենք։ Ես ուղղակի ուզում եմ հերթական անգամ ասեմ բոլոր այն մարդկանց, որոնք հետո տաքսիներում, տրոլեյբուսներում, քննարկելու են վերլուծել, սոցիալական կայքերում եւ այլն վերլուծելու են, եկեք յուրաքանչյուրս մեր համար պատասխան տանք։ Իմ ընտրությունը դա իմ ընտրությունն է եւ ես պատասխան եմ տալու իմ ընտրության համար, ոչ թե ձեր ընտրության համար։ Դուք կարող եք տանը ձեր համար փոքրիկ X Factor-ներ սարքել եւ խաղալ ինքներդ ձեր հետ, այդքան է երևի։ Ես որպես խորհուրդ կարող եմ ասել X Factor-յան ժամանակահատվածում ժյուրիի անդամները պետք է զերծ մնան Facebook-ից եւ անջատեն պարզապես։ Ընդհանրապես, զբաղվեք գործով եւ այդ գործը ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Իգոր Գլումովը պատրաստ է էմոցիոնալ բարդ աշխատանքին, որովհետև հիշեցնում եմ եւս մեկ անգամ, քառյակից ընդամենը 3-ն են անցնելու եզրափակիչ։ Ինչպես է զգում շիկահեր հեքիաթը, աղջիկների ղեկավար։ Սա երևի թե այն դեպքերից մեկն է, որ ես իսկապես հեքիաթում չեմ այս պահին, որովհետև ինձ համար շատ բարդ է լինելու։ Նախորդ փուլում արդեն բավականին մեծ ստրես ապրեցին ժյուրիի անդամները, իսկ այս փուլում էլ ավելի բարդ է լինելու, որովհետև ես համարում եմ, որ իմ աղջիկներից որևէ մեկը մյուսից առավել չէ, ուղղակի նրանք տարբեր են։ Կա ինչ-որ բան, որպես չափանիշ վերցրես, այսօր ես… Այսօր… Ինչի վրա այս ուշադրությունը։ Ես իմ եռյակում կընդգրկեմ բոլոր այն աղջիկներին, ովքեր ցույց կտան, որ նրանք հարգել են իմ ասածը, ովքեր ցույց կտան, որ իսկապես աշխատել են, մեկ քայլով առաջ են գնացել նախորդ ելույթներից և արժանի են լինել մեր պրոյեկտում։ Շնորհակալություն։
Դե ինչ, բոլոր նրանք, ովքեր հենց նոր միացան մեզ, ելի բարեկամներ հիշացնեմ, որ այսօր Եգոր Գլումովն ու աղջիկների խմբի ղեկավար Էմմին անցնելու են եւս մեկ փորձություն։ 4 հոգի երգելու են եւ նրանցից ընդամենը 3-ը մնալու են եզրափակչում։ Պատրաստ ենք բոլորս ծափահարություններով։ Մենք սկսում ենք X Factor ամենաէմոցիոնալ եւ ամենավարկանշային ձևաչափը։ Եվ այսպիսով ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք X Factor-ի եւս մեկ փուլ 24-ից բարձր տարիքային խմբի պրոդյուսեր Եգոր Գլումովը ներկայացնում է առաջին մասնակցին։ Համեցեք գոհ։ Մեծ սիրով ուզում եմ հրավիրեմ բեմ մի լուրջ անձնավորությանը, որը կյանք չունի առանց առավոտյան ռասպևկայի։ Եվ այսպիսով Սարգիս Հարությունյան։ День ото дня все быстрее, день ото дня слезы ливнем. А помнишь, был счастливым, летят обрывки дней, все быстрее, летят быстрее. И тянутся зимы и весны, как в бурю ушедшие корабли по волнам синей морей. Берегам минувших дней все быстрее, летят быстрее. Как в огне мы сгорали, как в пути мы теряли. Не ответить, когда мы остыли, устали. И теперь наши ветры, где музыка снова несет все быстрее. Как кровь оборваны струны, звезды смешались и луны, и лица исчезают в неоне ночей. Все быстрее, и тянутся зимы и весны, сотканный памятью теплый свет. И укрой меня и обогрей, но летят обрывки этих дней. Все быстрее, летят быстрее, как в огне мы сгорали, как в пути теряли. Не ответить, когда мы остыли, устали. И теперь на берег положить хотя бы руки, где родные были ноты. Нам остались только муки, что не спеты, в памяти наши ветры, где музыка снова несет все быстрее. Наши ветры, где музыка снова несет все быстрее. Все быстрее.
Սարգիս 24-ից բարձր խմբի առաջին մասնակիցը։ Սկսենք կարծիքներից եւ Պապոյանի կարծիքը հենց այս պահին Վահան։ Սարգիս ջան, շատ գեղեցիկ երգեցիր։ Դրա մասին ոչ մի բան չեմ կարող ասել։ Իրոք Բայց շատ sense ոնց որ մի շնչով գեղեցիկ, sense փափուկ երգեցիր, բայց մի պահ եթե ես ինքս այս X Factor-ի X-երը չտեսնեմ կամ այս բեմը մի պահ մտքիցս անեմ, ոնց որ ընդհանրապես մրցույթային ոչ մի բան չլինի, որովհետև դու ինչքան էլ որ գեղեցիկ ես երգում, այս երգել հրաշալի կատարեցիր, դու պետք է ընտրես ու կատարես այնպիսի երգեր, որոնք քեզ կազատեն այդ քառակուսի վիճակից, որ կա բեմի վրա, որովհետև դու կարող ես էքսպերիմենտներ անել, մի քիչ նորովի, փորձես այնպեսի բան անել, որ քեզանից հետոյի մասնակիցը չի անի։ Դու առանց այդ էլ ունես բեմի վրա շատ քիչ էներգետիկա, երբ որ չես երգում, շարժումներիդ մասին է խոսք, էմոցիաների, դեմքի եւ մնացածի։ Հենվում ես մենակ ձայնիդ վրա, ձայնը հրաշալի է, բան չունեմ ասելու, բայց մի քիչ ավելի ես կուզեմ քեզ տեսնել շատ, կուզեմ շատ լինես բեմի վրա, շատ քառակուսի ամեն ինչ գծած է, մի քիչ ավելի կուզեմ դու փակագծերից դուրս գաս, բայց շատ գեղեցիկ երգեցիր, ապրես։ Շնորհակալություն Գարիկ։ Տղաների պրոդյուսեր Անդրեմ։ Եթե վատ երգեր իհարկե այսօր այս բեմում կանգնած չէիր լինի, մի պարզ պատճառով, որ այս 4 խմբեր անցել են միայն մարդիկ, ովքեր որ մի բանով գրավել են թե մեզ եւ թե արդեն հանդիսատեսին եւ հեռուստադիտողին։ Այն ինչ ասեց Գարիկը համամիտ եմ նրա հետ, ճիշտն ասած 4 աթոռի մարտահրավեր այդ փուլում ձեր ելույթը ինձ համար էլ ավելի գերազանց էր, քան այսօրվա ելույթը։ Ինձ համար ավելի հետաքրքիր եք, քան այս երգով իհարկե։ Այն ինչ վերաբերում է ձեր երգելուն եւ ձեր ձայնին, ես որևէ բան չեմ կարող ասել, միայն մի բան։ Շեշտեր կային, այդ այերի վրա մի տեսակ ձայնը ինքը շատ բացվում էր, այսինքն մյուս անգամ եթե լինի նման խնդիր, խնդրում եմ շտկեք, որպեսզի տառերը այդ աստիճանի ձեր մեջից դուրս չգան։ Դա զուտ միայն մասնագիտական խորհուրդ, ինչի ասեցի, բայց դա ես չգիտեմ, քանի որ իմ խմբին պիտի ասեմ նման բաներ միայն։ Մինչև Էմիլը, այո, խոսի, ես հասկանում եմ, որ արդեն մրցակցության մթնոլորտ է տիրում, որովհետև մինչ այդ անընդհատ լավ բաներ էինք լսում, համարյա հիմա արդեն սկսվում է փոքրիկ, այո, սկսվեց կծմոնցոնը, աղջիկների ղեկավար, յուրաքանչյուր երգող տղա պոտենցիալ թշնամի է քո գեղեցկուհիներին, Էմին։ Ինչից կկծես դու, որ մասից Սարգիսի կվերցնես։ Ես եւ իմ աղջիկները։ Այո։ Թշնամիներ չունենք։ Մենք այստեղ ենք, որպեսզի երգենք։ Փորձություններ հաղթահարած Շիկահեր Մալիֆիսենտը։ Դուք հեքիաթ եք։ Այն փորձությունները, որոնց մեջով ես եմ անցել, ոչ ոքին խորհուրդ չէի տա անցնել։ Մենք գիտենք, քո չանցածը բոլորը վերադառնամ երևի, վերադառնանք Սարգսից։ Սարգիսին եւ ասեմ, որ իսկապես այն ամենը ինչ ասացին իմ գոլեգաները, ես միանում եմ եւ իսկապես շատ եմ ուզում տեսնել մրցակցության այդ շունչը, որովհետեւ ոչ ոք ոչ մի կասկած չունի ձեր վոկալային հստակության վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ կարճ ստորագրեց ընկերների պետիցիան քո ոչ մրցակցային լինելու։ Ինչ կասի քո ղեկավարը, գոհ է արդյոք։ Ես շնորհակալ եմ գոլեգաներին շատ հետաքրքիր մանիֆեստի համար եւ կուզեի Սարգիսին ասեի, որ նա այսօր կատարեց այն խնդիրը, որ իր առջև դրված էր։ Իսկ որներ այն։ Երգել լավ, երգել այն երգը, որը ինքը հավանում է, երգել այնպես, ինչպես նա պատկերացնում է։ Եթե Սարգիսը անցնի առաջ եւ մտնի երեակի մեջ, սկսվի շատ դժվար եւ հետաքրքիր աշխատանք եւ ես հույս ունեմ, որ Սարգիսը կարող է անել այն ամենը, ինչ որ նրան հանձնարարվի, քանի որ տեսնելով փորձերի ժամանակ նրա աշխատանքի մոտեցումը եւ ընդհանրապես նրա պոտենցիալը, ես տեսնում եմ, որ Սարգիսը շատ ունի տեղ աճելու եւ հույսով եմ, որ Գարիկին մի օր կուրախացնի իր շատ լինելով, այո, շատ լինելով բեմի վրա, որովհետեւ դեռ ամեն ինչ արժևում է եւ Սարգիսը այսօր երևի թե ամենակարևորը հասկացավ, որ ոչ միայն ձայնը
եւ լավ երգելն է պետք եւ կարեւոր այսօրվա մեր հերթական X factor-ն։ Շնորհակալություն քո ղեկավարին։ Սարգիս, այսօր յուրաքանչյուրդ բացառիկ հնարավորություն ունեք դիմելու ձեր ղեկավարին, հանդիսատեսին եւ ընդհանրապես ինչ եք զգում դուք ելույթից հետո։ Այսօր 4-ից 1-ը դուրս է գալու եւ գուցե սա այս խոսքը ձեր վերջին հնարավորությունն է, գուցե։ Պարզապես եմ ասում, Սարգիս։ Ինչ է կուտակվել քո մեջ, որ կուզես ասել։ Եթե այս պահը վերջի պահն է, ոնց դուք ասում եք, ինչ կարամ ասեմ, որ շատ շնորհակալություն Գորին, աշխատանքի մար, շատ շնորհակալություն կոլեկտիվին։ Հիմա մահախոսական ես մի ասա, պարզապես, ոնց ես երգել, ինչ ես խոստանում։ Ոչ մի բան չեմ ուզում խոստանամ, կարող խոստանամ չստացվի։ Արի մրցակցային տեմպը, գուցե հարված եմ, որ մրցակցություն ավելանա։ Մրցակցային տեմպով արդեն տեմպը տվին ժյուրին, արդեն շատ լուրջ տեմպ տվին, միշտ հավանում են, հիմա արդեն մի քիչ ուրիշ կարծիք, բայց տեմպը տվին։ Ես քեզ հարցրի, դու էլ ինձ հարվածի, որ սաղ տեսնեմ, որ դու մրցակցության մեջ ես, ու կամած, բայց դուք շատ եք, ես մի հոգի։ Ահա, լավ։ Եվ այսպիսով, Սարգիս, շնորհակալություն ձեր ծափահարությունները, գուցե եւ ձեր 24-ից բարձր տարիքային խմբի ղեկավարը քեզ տեսնի իր եռյակում։ Սարգիս, հիշեք նրան, ճանապարհ ենք ծափահարություններով, սա X Factor-ն է, սիրելի հեռուստայտող, մենք իհարկե այստեղ ժպտում ենք, փորձում ենք ուրախանալ, բայց սա շատ ծանր փորձություն է լինելու այսօր Գորգլումովի եւ Էմիի համար։ Գլումով ներկայացրու հաջորդիվ, ինչ է սպասվում մեզ։ Բեմ եմ հրավիրում մի աղջնակին, որը որ լիցքավորվում է մայրենի հողից եւ Շանթի բեմից։ Մեր միակ ծաղիկը Անահիտ Ենգիբարյան։ Kiss me hard before you go. Summertime sadness. I just wanted you to know that baby you're the best. I got my red dress on tonight, dancing in the dark in the pale light. Done my hair up real big, beauty queen style. Feeling in the air, telephone wires above. I'm sizzling like a
Անահիտ, շնորհակալություն ելույթի համար եւ տեսնենք 24-ից բարձր տարիքային խմբի ծաղիկը ինչ արձագանք է գտել Գարիկի սրտում։ Եվ գտել է արդյոք։ Շատ աշխատելու տեղ ունես, բայց շատ ժամանակ չունես։ Այս երկու բաներն են, որ հիմա ինձ տանջում են, որովհետև կարծում եմ, որ կար երկու շեշտված թերություն, որ ականջ էր ծակում, դա մեկը պակասում էր վոկալիդ մի քիչ պնդություն և պակասում էր անգլերենին մի քիչ թեթևություն, որտև շատ կոպիտ էր բառերը հնչում, պետք է մի քիչ ավելի փափուկ երգել, որտև գիտեմ օտար լեզու է մեզ համար, բայց ամենաշատն է մեր ականջի նստած, հիմնական երգերը անգլերեն լեզվով են, գոնե ականջով տարբերում ենք։ Դրա համար ինձ թվում է պետք է մի քիչ շատ աշխատես։ Չեմ կարող անտեսել, որ համարիդ վրա աշխատել էիր, փորձել էիր ստանալ այդ մենակությունը, ինձ իմ վիճակը, որ մարդ կարող է իր հետ ունենալ, բավականին լավ արդյունք ուներ, բայց վոկալիդ վրա շատ պետք է աշխատես։ Շնորհակալություն, Գարիկ։ Հիմնական երգերը անգլերեն են արտահայտության վառ հակառակորդ, Անդրեն, ինչ կասեք։ Ես զգում եմ, որ այսօր այդ լարվածությունը իրականում մեր մեջ չկա, որպեսզի մենք աչք փակենք այն ամենի վրա, որ լավ է, որովհետև մենք այստեղ ենք, որպեսզի լինենք մինչև վերջ օբյեկտիվ, իսկ այսօր միայն սուբյեկտիվ լինելու է Եգոր Գլումովը։ Եվ ամեն մեկս իհարկե սուբյեկտիվ լինելու ենք մեր այս փուլի ժամանակ։ Այս ամեն ինչը այն նախորդ մասնակցից հետո երբ որ խոսքը մնաց, որ ժյուրին ասում էր լավը, իսկ այսօր վատն ասում, վատը չի։ Մեր խորհուրդները դրա համար են, որպեսզի եւս մեկ քայլ մեր նախագիծը բարձրանա։ Մեր մասնակիցը, մեր խորհրդով, մեր խոսքով բարձրանա։ Եվ ինչ խորհուրդ կտաս Անահիտին։ Այն ամեն ինչ որ դու անում ես, ինձ շատ է դուր գալիս, եւ ամենևին քո ծննդավայրը որևէ կապ չունի դրա հետ։ Ասեմ, որ երկրորդ անգամ արդեն նկատում եմ դու բոբիկ ես, կարծեմ հարցազրույցի ժամանակ ասել ես, ես սիրում եմ, երբ որ ոտքերս ամուր կպած է հողին, ցավոք սրտի այստեղ այդ բնության մի մասը չենք կարողացել բերենք, որպեսզի դու էլ ավելի ամուր զգաս, բեմական կերպարդ շատ հավանում եմ, բավականին հետաքրքիր են աշխատում քո աչքերը, քո շարժումները, շատ ճիշտ է, իմ կարծիքով ամեն ինչ ստացվում քեզ մոտ, իմ խորհուրդը քեզ, այն ինչպես որ գեղեցիկ սուբտոնով եւ տեմբրով սկսում ես երգը, մի վախեցի շարունակել նույն գեղեցկությունը այն բարձր նոտաների ժամանակ, թող որ դա չդառնա քեզ մոտ ինչ որ փոքրիկ խանգարող կոմպլեքս։ Շնորհակալություն Անդրե։ Աղջիկների հետ գործում մեծ փորձ ունեցող Էմմի, ինչ կասես դու։ Ես երևի թե զերծ կմնամ թերությունների մասին խոսելու որևէ բանից եւ ուղղակի կասեմ հետեւյալը, որ այսօր իմ կողմից ասված բառերը հետեւյալն են լինելու։ Ես ուզում եմ, որ Գորի 24-ից բարձր ներկայացուցիչների միակ ծաղիկը իրեն մինչև վերջին վայրկյանը զգա որպես ծաղիկ եւ այդ իսկ պատճառով ասեմ, դու շատ գեղեցիկ ես։ Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ։ Շնորհակալություն Էմմի։ Եվ ձեր ղեկավարը Անահիտը այսօր անչափ հուզված էր եւ ես նկատել եմ, որ նա անչափ հուզում է անգամ փորձերի ժամանակ եւ երևի թե այդ հուզվածությունը Անահիտի ամենամեծ թշնամին է։ Երբ նա մոռանում է, որ հնարավոր է չհուզվել, ամեն ինչ ստացվում է ավելի լավ։ Փաստորեն, եթե մենք ունենանք ապագա, պետք է աշխատենք այդ հուզմունքը բացառելու։ Այո, հուզմունքը բացառելու, հետո մնացած օերի վրա, հետո կոպիտ անգլերենի վրա, հետո մնացած բոլորի վրա։ Բեմական կերպարը այսօր հրաշալի էր, շատ գեղեցիկ էր, ստացանք հենց այն, ինչ որ ուզում էինք ստանալ, հասկանալով, որ այսօր ունենք շատ քիչ տեղ այս կոմ ընկնելու, բայց ապագայում հաստատ կունենանք հնարավորություններ, երևի թե ինչ որ բաներ բեմադրել, գեղեցկացնել, բայց ամենակարևորը քո պարագայում իհարկե երկեցողությունն է, որ պետք է
աշխատենք եւ ինչպես ասում էր Վլադիմիր Իլիչի Լենինը, աշխատենք։ Շնորհակալություն Գոր։ Ինչ է կուտակված քեզ մոտ, ինչ խոսք ուզես դու ասել քո ղեկավարին, ինչ ես զգում, ինչու ես այդքան հուզվում, սիրելի Անահիտ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ինձ մեծ ուժ տալու համար, որտեղ իսկապես ես շատ եմ հուզվում հիմա։ Դուք ճիշտ եք, ես հողի հետ շատ կապված եմ ու ես չգիտեմ կարող է քաղաքական դրությունից ելնելով ավելի շատ եմ ուզում զգամ հողը, էլի։ Ես չեմ ուզում ուղղակի պատերազմ լինի, դրա համար եւի շատ եմ նեղում։ Շնորհակալություն, մենք ոչ ոք չենք ուզում, որպեսզի լինի պատերազմ, թող լինի խաղաղություն, որ մեր երկն էլ, մեր երաժշտությունն էլ խաղաղ երկնքի ներքո սավառնի։ Շնորհակալություն, Անահիտ, եւ այս ծափահարություններով կարող ես գնալ ու սպասել քո ղեկավարի վճռին։ Ցելի Ռուսլանիտող շատ էմոցիոնալ է իհարկե վիճակը եւ սա դեռ սկիզբն է, երկու հոգի էլ դեռ պետք է ներկայանան, որից հետո Գորգլումովը 4-ից ընդամենը 3-ին ուղեգիր կտա դեպի եզրափակիչ փուլ։ Գոր, ում ես ներկայացնում հիմա։ Այս պայն ուզում եմ հրավիրեմ բեմ իմ խմբի այն մարդուն, որը որ տարիքով ամենամոտիկն է ինձ եւ իհարկե իր մազերի ջերմակությամբ էլ։ Վահե Հովակիմյան, մեծ սիրով։ Երեք թողերից թողեց ինձ մոտ, եթե չգամ ինչ առավոտ, կտասնեմ ագահորս, դե պատիվ ունեմ, պատիվ ունեմ նա ինձ ասաց, և նույն բային հեռացավ, բայց ետ չեկավ, անմահացավ, կյանքս կտամ հայրենիքի, սոքիս ասում, պատիվս ինձ, Զենքս ոտուս իսկ սերս մայրերին կտան Պարտայած կպանի շպի վերջին խոսքեր պատիվ ունեն Բիբլիական մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ պատիվ ունեն Շույն կողքի զենքը ուսին, կայլում էր զգուշ լուցանի պես, որ թշնամին չնկատի նրան, այում էի վստակալքին, նրա արծվի սուր հայացքի, տող ամեր դարավոր ոսոխը, կյանքս կտամ հայրենիքի, սոքիս ասուն պատիվս ինձ, Զենքս ոտուս իսկ սերս մայրերին կտա Պարտայած կպարի շպի վերջին խոսքեր պատիվ ունեն Բիբլիական մասիսի պես դուք միշտ հզոր հայոց սպաներ պատիվ ունեն Կրակոցներ ուշքին պետյուն, հետո իջավ քարլրություն, առաջադրանք կատարված էր, բարձունքը մերն էր պարկասուն, նավակն են ձերքը սրայրում, աղ չգիտեք ոնց էի ուզում պատրել, կյանքս կտամ հայրենիքի, սմքիս ասում պատիվս ինձ, Զենքս ոտուս իսկ սերս մայրերին կտա Պարտայած կպարի շպի վերջին խոսքեր պատիվ ունեն
Բիբլիական մասիսի պես դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեն Մայրական գնաց նայում էր մեզ հարցրեց տխուր բա ոնց անեմ Էլան գործիր բայց մեզ ունես պատիվ ունեմ Հայրը լսեց խոսքերաներ ուղեցել հայացքը ձեր ուրեմն այդպես էր պետք պատիվ ունեմ կյանքս կտամ հայրենիքիս հոգիս աստծուն պատիվս ինձ զենքս ոտուս իսկ սերս մայրերին կտամ պարտայացք բարի շպի Վերջին խոսքեր պատիվ ունեն Բիբլիական մասիսի պես դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեն Սասուն պատիվզից Զենքս ոտուս իսկ սերս մայրերին կտա Պարտայացք բարի շպիտ Վերջին խոսքեր պատիվ ունեն Բիբլիական մասիսի պես դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեն Հայ զինվոր, հայ մայրեր, հայ ծնողներ, դիրքերում ու սահմաններում ես պաշտպանող զինվորներ։ Ոտնկայս այս ծափահարությունները մենք հղում ենք ձեզ։ Շնորհակալություն, որ կաք, շնորհակալություն, որ ապահովում եք մեր խաղաղ օրը ու ձեր շնորհիվ է, որ մենք խաղաղ կարողանում ենք ապրել հայրենիքում ու քանի դեռ հայը պատիվ ունի, ոգի ունի ու զենքը ձեռքին է, մեզ ոչ ոք, լսում եք, ոչ ոք, ոչ մի սադրանքով չի կարող վախեցնել։ Շնորհակալություն հայ զինվոր։ Փառք հայոց բանակին, շնորհակալություն Վահեին այս անդրադարձի համար։ Խմբերի ղեկավար Գարիկ։ Վահե, որպես երգիչ, որպես երգչի ականջով լսողությամբ օժտված մարդ, կարծում եմ, որ համամիտ կլինես, որ երևի հենց մինչև երգել այդ բուռն ծափարությունները, երգի ընթացքում ես ոտնկայս ծափարությունները, առաջին հերթին քո հագի համազգեստին և այն զինվորի պատկերին ու իդեալին էին ուղղված Իսկ արդեն մյուս հերթին, որպես երգիչ, եթե ես ամեն ինչ չլիներ, ես կերպարը չլիներ ու ես մեր հայ զինվորի կերպարը չլիներ, մի քիչ ավելի խիստ երևի պետք է դատը երգեցողությունդ, որովհետև իրականում վոկալային շատ մեծ թերություններ ունեցար, նենց թերություններ, որ դու պետք է չունենայր, ես քո անցած երկու ելույթներից դատելով ընդհանրապես քեզանից այսպես ելույթ չես սպասում Բայց քանի որ ընթացքում փորձեցիր, սակայն կարծում եմ, որ պետք է ավելի աներ, որ աչքերով եւ ձայնով եւ ամեն ինչով տայր են ոգին, որ այս համազգեստը ուղակի պահարանում կախած իր մեջ արդեն կրում է, մի քիչ ավելի պետք է աշխատեիր եւ ավելի լավ կստացվեր։ Ամենայն դեպս, այս բեմից դու հենց նոր հնչեցրեցիր message ասվածը, որը պետք է գա քո շուրթերից մյուսիս աշկերից, մյուսիս սրտից, մյուսիս բռունցքից և բոլորիցս ինչ-որ մի կերպով։ Շատ ճիշտ խոսքեր են և ավետի շեշտասtere հետ էլ համաձայն են։ Մենք էլ պատիվ ունենք, սիրելի սպաներ և սիրելի զինվորներ։ Շնորհակալություն Գարիկ։
Մարդ ով ում համար պատերազմ բառը դա պարզապես բառ չէ, մարդով տեսել է այդ ամեն ինչը։ Անդրե։ Ասեմ, որ շնորհակալ եմ թե քեզ, թե Գորին այս երգի ընտրության համար, ընդհանրապես կերպարի համար։ Շատ ճիշտ ժամանակին, շատ ճիշտ խոսք, իսկապես որովհետև շատ մարդիկ, ովքեր որ փնովում էին հայոց ուժեղագույն բանակը, ցավոք սրտի, այս օրերին, այս դժվար օրերին Հայաստանի համար հասկացան, որ մենք ունենք հզոր զինվորներ, մենք ունենք հզոր հրամանատար, մենք ունենք հզոր ոգի, մենք ունենք հզոր Աստված։ Եվ այսուհետ վստահ եմ, որ հայը կլինի զուսպ իր խոսքերի մեջ, իսկապես, որովհետև այս օրերին շատ բան հասկացան շատ մարդիկ, ես հույսով եմ, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ կատարմանդ համար, էմոցիաների համար, որ դահլիճը այդ վերապրումները ապրեց։ Շնորհակալություն, Անդրեմ։ Հայ զինվորների համար բազմիցս զինմասերում երկած աղջիկների ղեկավար Էմմի։ Եթե կարելի է շարունակելի խոսեմ, հա, նախադասությունը եւ մենք որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, որպես քույրեր, մայրեր, կանայք, մարդիկ, ովքեր միշտ հոգ են տանում իրենց սիրելիի համար, միշտ ձեր կողքին ենք եւ հպարտենք, որ ունենք հայ զինվորի պես տղամարդ ասարակ։ Եվ ինչ խոսք, հուզիչ էր ելույթը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ իմ։ Ռուսերեն խոսող, բայց հայ գենոֆոնդը պահպանող Գլումով Եգոր։ Փառք Աստծո X Factor-ի ժամանակ ռուսերեն չեմ խոսում, աշխատում եմ չխոսել։ Նախ ուզում եմ նշեմ երգի հեղինակին Արմեն Պողոսյան, շնորհակալություն։ Հրաշալի խոսքերի համար, դրամայի համար այդ երգի։ Շնորհակալություն Վահեին, քանի որ մենք պատրաստում էինք ուրիշ երգ այսօրվա ելույթի համար, հետո տեսնելով թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին, որոշեցինք փոխել երգը եւ Վահեն առաջարկեց այս երգը եւ ես ասացի այո, եկեք փորձեցինք եւ ստացվեց։ Գիտեք, բաներ կան, որ խոսքով շատ դժվար է արտահայտել, պարզապես պետք է զգալ։ Այսօր առավոտյան եթերի ժամանակ մի ռոք խումբ էր եկել մեզ հյուր եւ նրանք են ներկայացրեցին երգ, որը որ ձայնագրվել է հենց նորից մեր սահմանում եղած դեպքերից հետո կոչվում էր հայ քաջեր։ Եվ ես հիմա զգում եմ, որ մեր հայ երիտասարդությունը վերապրում է այդ ամեն ինչը։ Այսինքն մարդիկ, որոնք որ ծնվել են 94 թվականից հետո եւ չեն կրողն են այս ամեն ինչը։ Եվ ես հույսով եմ, որ մեր հարևանները հասկանան եւ իրենց խելոք կպահեն։ Կհասկացնենք, Գորջան, մենք այդ վիճակին ենք հասնում։ Ինչ վերաբերում է Վահեի երգիծողության, երգին, ըստ քեզ ինչը խանգարեց, որ տեխնիկապես Վահեն, որ ստատիկ, ճիշտ երգող է այսօր մի փոքր։ Հուզմունքը խանգարեց եւ այն ամենը ինչ կատարվում էր։ Իհարկե երգեր կան, ես միշտ ասել եմ, որ երգեր կան, որոնք որ պետք չէ անգամ լավ երգել կամ ճիշտ երգեր կան, որոնք որ պետք է հոգուց դուրս գան եւ երգեր կան, որ բոլորը պետք է երգին։ Այս երգը այդ երգերից է։ Վահե ջան, ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Վահե, ինչպես բոլորն այսօր, այնպես էլ դու հնարավորություն ունես խոսք ասելու, որովհետև չգիտես գորի վճիրն ինչպիսին է լինելու եւ յուրաքանչյուր խոսք կարող է լինել վերջինը յուրաքանչյուրիդ համար։ Եվ որպես գորի քարյակի անդամ, ելույթիցդ հետո ինչ ես զգում, ինչ ես ուզում ասել։ Ես նույնպես շնորհակալություն եմ ուզում հայտնել ես լավ մթնոլորտի, լավ հանդիսատեսի համար, ես ջերմ ծափահարությունների համար։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այն մթնոլորտի համար, որ տիրում է X Factor-ում, ընդհանրապես ներսում այդ կուխնյա հասկացության մեջ շատ հաճելի է գտնվել այստեղ։ Շնորհակալություն այն խորհուրդների համար, որ ստացա։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն։ Ինչ ես կարծում, սիրտդ ինչ է քեզ հուշում, մնալու ես դու եռյակում արդյոք թե ոչ։ Ինձ համար այս երգը երգելուց հետո արդեն կարևոր չի կմնամ քարյակում թե չէ։ Շնորհակալություն, Վահե, ճանապարհ ենք Վահեին ծափահարություններով։ Գորի խմբից 3-ն արդեն ելույթ են ունեցել, Սելիար Սայտող, ովքեր հենց նոր են միացել, մեզ մոտ շատ հետաքրքիր փուլ է, որը զերծ չէ էլի լարվածությունից եւ էմոցիայից։ 24-ից բարձր ներկայացուցիչները ներկայանում են այսօր եւ արժանանում տարբեր կարծիքների։ Եվ այսպիսով վերջին մասնակիցը Գոր ներկայացրու։ Այս 24-ից բարձր երիտասարդը միշտ երգում է այնպես, ինչպես ես օրինակ կերգեի կյանքումս վերջին անգամ։ Գագիկ Հարությունյան։ No, I don't wrong. Left your heart so is that the devil's done? Took you so long when only falls gone. It shook the angel Now I'm rising from the ground, rising up to you. Fair with all the strength I found, there is I cannot do. I stole your bus, your song. Instead, my bells do. Around the west of me, destroy everything to blind the angel like you. Now I'm rising from the ground, rising up to you. Where with all the strength I found, there is nothing I do. Վերջին մասնակիցը Գագիկ եւ ժյուրի կարծիքներ Գարիկ
ինչպես էր Գագիկը։ Ես կարծում եմ, որ Գագիկը, ինչպես եւ մնացած գորի մասնակիցները, շատ ուժեղ էին, բայց երևի այսօր էներգետիկան է ստիպում բոլորի ներկայանալ մի խաս ցածր, քան իրանք կարողանում են, եւ իմ մեջ լարվածություն մտավ, որտեղ նույն մթնոլորտը տիրելու է, երբ որ իմ մասնակիցները երգեն, երևի այսօր յուրահատուկ լարվածություն կա եւ ես ձեզ հասկանում եմ, որտեղ այսօր որոշում է թե ով է գնալու գալը համերգ։ Բայց ես շատ ուրախ եմ գորի համար, իմ ընկերոջ, որ ունի քոնոման հզոր վոկալիստ, որ եթե չխառնվի ու այս էներգետիկային չտրվի, ինքը շատ պին կարողանա ներկայանալ, որտեղ գորը ունի հրաշալի երաժշտական բազա, որ դու իրան կկարողանաս օգնել բեմի վրա ներկայացնել։ Շնորհակալություն։ Ինչ տպավորություն թողեց Գագիկը ձեզ վրա, Անդրե։ Գագիկը շատ լավ տպավորություն թողեց, քանի որ կատարեց վերջի շրջանում իմ ամենասիրած երգերից մեկը։ Բավականին հետաքրքիր էր քո մեկնաբանումը այս երգի, որովհետև միշտ սովոր էի Նյումենի այդ խրպոտ, այդ կիսագոռացող ձայնը լսել այս երգում, բայց այսպես գեղեցիկ տեմբրով, գեղեցիկ եւ փափուկ երգեցողությամբ փայլող Գագիկի կատարմամբ չէի պատկերացրել, բայց պատկերացրեցի եւ բավականին հետաքրքիր էր։ Շնորհավորում եմ, ասեմ, որ գորի ընտրությունը բավականին դժվար է լինելու այսօր եւ խորհուրդ եմ տալիս նրան, որպեսզի նա ուղղակի ընտրի այն, ինչ որ պատկերացնում է հետագայում։ Ես կարծում եմ, որ ամենաճիշտը դա է։ Շնորհակալություն, Անդրե։ Էմմի, համոզեց քեզ վերջին ներկայացուցչի ելույթը։ Ինձ ամենաշատը դուր եկա, որ այն օդային փափկությունը, որը կա գործիքավորման մեջ, ստացանք նաև վոկալի օգնությամբ։ Շատ գեղեցիկ էր ելույթը, մի քիչ կցանկանայի ձեր դեմքին տեսնել նույն փափկությունը, նույն պոզիտիվը, ինչը կար ձեր վոկալի մեջ։ Շնորհակալություն։ Էմի, գոհ է արդյոք եւ բավարարված ղեկավարը։ Գիտեք, շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որ բոլոր մասնակիցները, որոնց թվում նաև Գագիկն է, փորձերի ժամանակ ավելի հստակ ու ավելի լավ են երգում։ Այսինքն մենք երևի թե փորձերի ժամանակ խնդրենք, որ մեզ ապահովեն դահլիճ, որ մենք հասկանանք, որ դահլիճը ոչինչ, ինձ թվում է, որ այսօր բոլոր 4-ին եւ այն մարդկանց այն երյակին, որ կգնան կատարեն հաջորդ քայլը, լավ դաս կլինի, որ փորձերի ժամանակ լավ կատարումը, դա չի նշանակում, որ դու սկաս բեմ այն պահին, երբ որ ամենապետն է լավ երգել է եւ կերգես 100%։ Սաղ դաս լինի բոլորի համար, ով բեխ ունի, թող բեխի վրա բոլորի, ով չունի, թող քթի վրա ինչ-որ զարմանքներ անել, այո։ Գագիկ ջան, ես ոչ թե համոզված եմ կամ գիտեմ, ես լսել եմ, որ դու կարող ես ավելի լավ։ Եվ պետք է աշխատել։ Պետք է աշխատել։ Այսօր չեմ ուզում շատ լավ բաներ ասել, որովհետև ուզեի, որ լավ բաներ ասեի ամենավերջի օրը մեր X Factor-ը։ Շնորհակալություն։ Գագիկ, ինչ էմոցիաներ են համակում քեզ հիմա եւ ինչ ես ուզում դու ասել քո ղեկավարին, քո հանդիսատեսին։ Նախ ես ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ, ինչով այստեղ հասել եմ, հետևել եմ բոլորի խորհրդին, իմ կարծիքով ամենաշատը դրանց համար եմ ես այստեղ հասել, աշխատում եմ ինձ վրա եւ ուղղակի այս երգով փորձեցի էմոցիա փոխանցել, այդքան ուշադրություն չէի դարձրել վոկալի վրա, բայց չգիտեմ, երևի լավ է ստացվել իմ կարծիքով։ Որ բան կար, որ խանգարում էր քեզ, թե ոչ, կարողացել ես քաղել այն ամեն ինչ։ Չէ, ոչ մի բան, նորմալ ամեն ինչ, ես շնորհակալ եմ Գորի Գլումովից եւ բոլոր ժյուրի անդամներից։ Չգիտեմ այստեղ մի քանի վայրկյան հետո ինչ կլինի, ես բոլոր դեպքում մենք բոլորս ենք սպասում։ Շնորհակալ եմ բոլորիս։ Վճռորոշ վայրկյաններին։ Շնորհակալություն։ Գագիկին ճանապարհում ենք։ Ցելիերուսայտողներ, Գոր Գլումովը 10-ից կարողացավ ընտրել 4-ին, դա շատ բարդ փորձություն էր։ Սակայն դրանով փորձությունները չեն ավարտվում։ X Factor-ի նոր 3-րդ եթերաշրջանի կանոնակարգն ու ձևաչափը կրկին մեզ սպասում է եւ մեծ լարվածություն։ Քիչ անց մենք կիմանանք 24-ից բարձր խմբի ղեկավարի որոշումը, ովքեր են այն 3 անունները, որոնք հայտնվելու են եզրափակչում։ Եվ այսպիսով X Factor Իգոր Գլումովի քառյակ եւ նրանցից ընդամենը 3-ն են անցնելու եզրափակիչ, ովքեր։
Ցելի հրսատիտողներ, ցելի հանդիսատես, եկեք ծափահարություններով գոտեպնդենք Գորգ Լումովին իր որոշում կայացնելու ճանապարհին եւ այսպիսով քարյակ ելույթներ եւ 3 անուն։ Գոր, ով է քո եռյակում առաջին։ Վայե Հովակիմյան։ Վայե։ Ցելի հրսատիտող, մենք գիտենք Գորի եռյակի առաջին անունը։ Վահե։ Եվ այսպիսով, ցելի հրսատիտող, մենք գիտենք մեր եռյակի 24-ից բարձր խմբի առաջին անունը։ Վահե։ Գորին դեռ Եվս 2 որոշում է պետք կայացնել։ Գոր, մենք սպասում ենք բոլորս երկրորդ անվանը։ Եվ այսպիսով, Գոր, Գագիկ Հարությունյան։ Գագիկ Հարությունյան։ Երկու հոգու սրտի աշխատանք փրկված են հիմա, Վահե և Գագիկ։ Եվ այսպես 2 մասնակից են մնացել, Անահիտ և Սարգիս։ Այս երկուսից մեկը կլրացնի եռյակը, կհամալրի այն, իսկ մեկը կգնա տուն։ Ով։ Գոր, մենք սպասում ենք վերջին ակորդի հնչելուն։ Ես ունեմ ընդամենը 2 ձեռք և մի պա պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ինձ բռնել է, փակել է մութ սենյակում, տվել է կացին ու ասում է մի ձեռքդ պետք է կտրես, հիմա այդպիսի որոշում ես պիտի ընդունեմ։ Միջալուց ասեմ, որ համ աջ ձեռով եմ կարող գրել, համ ձախով։ Այսինքն երկուսն էլ պետք է։ Սարգիս Հարությունյան։ Եվ վերջին երրորդ անունը Սարգիս Հարությունյան։ Անահիտ, փաստորեն մեր ծաղիկը քարյակից
Անահիտն է, որ չի հասնում եզրափակիչ փուլ։ Սա ամբիգրաֆ 2 ձեռքով գրող Գորի որոշումներ։ Անահիտ։ Շնորհավորում եմ իմ ընկերներին, շատ ուրախ եմ բոլորի համար։ Եկեք ծափահարություններով ոգևորենք Անահիտին։ Նա արժանապատիվ անցավ 10-ից 4 և 4-ից այսօր։ Շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ ժյուրիին, փորձել եմ բոլորի խորհուրդները անցած խորհուրդները լսել, որ տվել եք։ Չգիտեմ ինչքանով է հաջողվել, կարող է այսօր շատ հուզված էի։ Համենայն դեպս շատ շնորհակալ եմ, այստեղ ես շատ բաներ եմ վերցրել ինձ։ Որ չեմ անցել, ես այդքան չեմ տխրել, որովհետև ես ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, ես համոզվել եմ, որ դեռ ամեն ինչ կորած չի իմ հայրենիքում, ես կարամ նաև մնամ։ Մերսի շատ։ Այս խիզախ աղջնակին եկեք ծափահարենք, այս ջեմ լիացնենք Անահիտի ոգին և ասենք, որ չտխրես, դու պետք է միշտ լինես ուրախ։ Բանուն ես ասելու։ Позвольте, я на русском. У меня есть небольшое заявление. К большому сожалению, я бы хотел покинуть проект, тем самым уступить место нашей прекрасной половине для дальнейшего продолжения. Ահա, այսպեսի, լուրջ, ելույթ, Для дальнейшего продолжения участия в проекте. Ես հայերեն փորձեմ թարգմանել, ասածը, ցելի բարեկամներ, մեզ մոտ այսպիսի իրավիճակ է, Սարգիսը իր տեղը ուզում է զիջել Անահիտին, ու մենք քիչ առաջ ճանապարհում էինք ջերմ ծափահարություններով։ Գոր, ինչ կարծիք ես դու այս հայտարարության։ Իսկ ինչ պատճառ է Սարգիս, ինչու նախնդիրը։ Գուցե ջենտլմենությունը։ Надо уступить. Единственный Գուցե պետք չէ պատճառաբանել այս ամեն ինչը, եթե կարող ենք։ Սա շատ առնական ու տղամարդկային քայլ է, Սարգիս։ Մենք կարող ենք։ Դուք տալիս եք ձեր որոշումը։ Գոր, տալիս ես այդ հնարավորությունը։ Այո, ես տալիս եմ Անահիտին այդ հնարավորությունը։ Սիրելի բարեկամներ, Սարգիսը իր տեղը զիջում է, 24-ից բարձր, խմբի միակ աղջկան և թույլ չի տալիս, որպեսզի նա հեռանա մեր նախագծից, զոհելով իր տեղը, իր անցած, եռյակում անցած լինելը։ Սարգիս, ես ուզում եմ ևս մեկ անգամ քո խիզախ և արի քայլի համար այս ծափահարությունները հնչեցնենք ես։ Շնորհակալություն։ Մենք պետք է ճանապարհեինք Անահիտին, բայց ամեն ինչ փոխվեց վայրկյանների ընթացքում և էլի ևս մեկ անգամ X Factor-ը ապացուցեց, որ շատ էմոցիոնալ և անկանխատեսելի հետաքրքիր երաժշտական պրոյեկտ է։ Սարգիս, շնորհակալություն քեզ։ Վերցրու քեզ այդ այս ծափահարությունները։ Անահիտ, դու նախագծում ես, շնորհիվ Սարգսին։ Գագիկ, վայեմ։ Ահա Գորգլումովի եռյակը, սիրելի հեռուստադիտողներ, Վահե, Գագիկ և հրաշքով նախագծում մնացած Անահիտ։ Իսում է յուրաքանչյուր այս եռյակից ասելիք ունի։ Շնորհակալություն այս որոշման համար, շատ ուրախ ենք, որ անցել ենք հաջորդ փուլ, ավելին կանենք, որ ամեն անգամ զարմացնենք մեր հանդիսատեսին ինչ-որ մի նորությունով, ինչ-որ կախված է մեզանից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորից, նախ առաջինը Շանթ հեռուստաընկերությունից, այս ամեն ինչը ստեղծելու մենք այս էքսպերիմենտի մասնակիցներն ենք, ես շատ ուրախ եմ դրա համար և ավելի շատ ուրախացա, որ այստեղ հայտնվեցի, շնորհակալություն Եգոր Գլումովից, փորձեմ արդարացնեմ բոլորի հույսերը, ինչպես նաև հանդիսատեսի։ Շնորհակալություն, Եգոր Գլումովին շնորհակալություն, Անահիտ, ինչ կասես դու, հրաշքներ լինում են այս աշխարհում փաստորեն։
Այո, ես հավատում եմ հրաշքներին։ Ու ճիշտ ես անում։ Այսօրվա Սարգսի քայլը եւս մեկ անգամ խիզախ տղամարդու արիության ու հրաշքի քայլ է։ Շնորհակալություն։ Ծափահարություններ, գորի եռյակը կազմված է եզրափակչում 24-ից բարձր խմբում տեսնելու եք հենց նրանց։ Գագիկ, Վահե եւ Անահիտ։ Սելի բարեկամներ, 4 աթոռի մարտահրավեր փուլից դեպի գալահամերգի եռյակ։ Այս փուլը Իգոր Գլումովի համար հաղթահարված է։ Բայց այսօրվա երեկոն դեռ լի է անակնկալներով եւ վճիռներով եւ Էմմի, արդյոք պատրաստ ես դու էստաֆետը վերցնելու։ Ես խոսքեր չեմ գտնում, որովհետև ինձ համար սա շատ դժվար փուլ է։ Եվ ուզում եմ, որպեսզի իմ աղջիկները միշտ հիշեն, թե այս փուլից առաջ, թե փուլից հետո, թե առհասարակ ամբողջ կյանքի ընթացքում, եթե նրանք ընտրել են այս ուղին, ես նրանց կողքին եմ եւ ամեն ինչ կանեմ։ Անցած թե չանց։ Այո։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի որևէ մեկը երբևիցե չփորձի նրանց նեղացնել։ Բրավո։ Աղջիկների ղեկավարը պատրաստ է։ Ձեր երսայտողներ X Factor հերոստաշոում եւս մեկ փուլ է։ Աղջիկների ղեկավարը Էմին պատրաստ է լսելու իր քարյակը եւ ձևավորելու իր եռյակը։ Ուշադրություն, Էմին ներկայացնում է իր առաջին մասնակցին։ Այսօր իմ քարյակից առաջինը ելույթ կունենա այն անձնավորությունը, որը ընդհանրապես պարտաճանաչ չէ։ Հուսամ այս ելույթով նա ինձ հակառակը կապացուցի։ Ես ուղղակի շատ եմ ուզում, որպեսզի նա այդ ամենը ինձ ապացուցի, որ նա իսկապես արժանի այստեղ երգել։ Իմ է սիստրա։ Մերի Ավետիսյան։ Մերի Ավետիսյան, դիմավորեք։ Just for a day, I'd roll out of bed in the morning and choose what I wanted and go. Drink there with the guys and chase after girls. I'd kick it with who I wanted. Confronted for it, 'cause it stick up for me. If I were a boy, I think I could understand how it feels to love a girl. I swear I'll be a better man. I'll listen to her. Turn off my phone till everyone is broken, so they think that I was sleeping alone. I put myself first, yeah, I make the rules as I go. No, 'cause I know that she be waiting for me to come home, to come home. If I were a boy, I think I could understand how it feels to love a girl. I swear I'll be a better man.
don't understand. You don't understand how it feels to never go somewhere you wish you had a better man. You don't listen now, 'cause you don't care how it is. Until you lose the one you wanted, 'cause it's taking you for granted. And everything you had got destroyed. But you're just so good. Շնորհակալություն։ Քարյակի առաջին մասնակից Մերի եւ Իգոր Գլումովի կարծիքը։ Գարիկը երևի թե չի հասկանա հիմա ինչ եմ ասում, բայց Անդրեն լրիվ կհասկանա, որովհետև կարելի է Մերին չլսելով ուղղակի նայել Էմի էմոցիաները եւ հասկանալ ինչ պետք է կատարվի այս բան, պիանոյա, ֆորտեյա, պետք է միացնել։ Վերջը Էմին ամեն ինչ անում էր, Վերապրում էր։ ես չգիտեմ ավելի շատ ով էր Մերին էր վերապրում ոնց որ Էմի եկածը։ Մերի ջան, գիտես ինչ կա, այն տեղերը որտեղ որ ես իմ խմբի երեխաներին եմ ասել, էլի զարմացած եմ մնում ձեր սերունդի վրա, այնտեղ որտեղ որ դժվար է, որտեղ որ պետք է ֆարսիրվեց անեք, ուժ է պետք, ինչ որ էմոցիա է պետք, ավելի լավ է ստացում, իսկ այնտեղ որտեղ որ քնքուշ ուղակի պարզապես պետք է երգել, սենց ինչ է, սենց բաներ է ստացում։ Ինձ թվում է Խզիկ սերունդ չէ, էլի։ Հա, ամուր է։ Ինձ թվում է Էմի Մերին ապագայում, եթե Մերին անցնի մի հատ չգիտեմ, օրինակ Գուանո Էպսից գործ տա, որ տենց սկզբից մինչև վերջ դավկայով, որ կարանա այդ էներգետիկան սենց դուրս հանի մեջից։ Մերի ջան, իհարկե շատ թերություններ կա եւ շատ աշխատելու տեղ կա, բայց եթե դու ունես Էմի նման ղեկավար, ուրեմն հաստատ ամեն ինչ կստացի։ Շնորհակալություն, Գոր։ Մերի ինչ տպավորություն ես թողել դու Անդրեի, տղաների խմբի ղեկավարի հոգում։ Տղաների խումբը եւ առհասարակ տղաների խմբի ղեկավարը շատ է սիրում աղջիկների խմբին։ Նորմալ է։ Եվ ասեմ, որ չգիտեմ ինչի, բայց համենայն դեպս ես որպես խմբի ղեկավար հայտարարելուց իմ մասնակցին չէի ասի, որ նա պարտաճանաչ չի եւ ելույթից առաջ ամենայն դեպս նրա տրամադրությունը չէի գցի։ Ինչևէ։ Սա քեզ փոքրիկ ելույթը շատ եմ հավանել։ Առհասարակ քո կատարումները եւ քո այդ տեսակը, որ սիրում ես պայթել, բեմում շատ եմ հավանում եւ կուզենայի, որ մնայր պրոյեկտում եւ որ հետագայում ցույց տայր, որ դու եւ պարտաճանաչ ես եւ կարող ես ել ավելին անել։ Նա երգում էր, եթե ես տղա լինեի, եթե լիներ, քո խմբում հաստատ տեղ կգտներ, քո եռյակում։ Կլիներ իմ խմբում, միանշանակ։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խմբերի ղեկավար Գարիկ։ Չգիտեմ, ինձ թվում է Էմին, երբ որ դա շեշտեց, մի քիչ հումորով ինքը ասեց, ես նկատեցի, որ Մերին ծիծաղեց այնտեղ, չեմ կարծում, որ տրամադրության վրա ազդեց, ու երգի մեջ էլ չէր զգացում, որ ինչ որ նեղացություն կար։ Մերի ջան, ամեն դեպքում շատ sense լավ մասեր կար երգի մեջ, իսկ այն թերությունները, որոնք եղան, հենց կոնկրետ այնքան են, ինչքան որ դու ուշացել էիր փորձերից։ Եթե գայր փորձերին այդ թերություններն չէր լինի, դու դա իմացի, եղիր պարտաճանաչ, դա միայն քեզ կօգնի։ Դու շատ ուժեղ ես եւ ավետը իմ խոսքը ասած ես դա էի ասել թե նա շեշտել, որ Անդրեն երևի իր մեջ մտածում էր, որ եթե դու լինես տղա, անպայման ինքը կվերցներ, հա, քեզ իր խումբը մի տեսակ նեղվում էր ընթացքում, որ ամեն անգամ իր համար պարզում էր, որ ոչ, դու տղա չես։ Շնորհակալություն, Պապոյան։ Եվ կողքից եւ աչալուրջ ղեկավարի կարծիքն ենք լսելու։ Հիմա Էմի տպավորվեցիր։
Ստացար այնինչ ուզում։ Այն մարդիկ, ովքեր լավ են հասկանում անգլերեն, շատ լավ կհասկանան, թե ինչի մասին է երգը։ Դա նշանակում է, որ ես իմ տեղում եմ եւ ես ասացի քեզ ի սկզբանե, որ դու միշտ ուշանում ես եւ համոզված էի, որ դու շատ լավ ես ելույթ ունենալու, որովհետեւ աղջիկները երբևիցե խոսքերից չեն կարճում եւ այնուամենայնիվ անում են այն ամենը, ինչ ուզում են։ Եթե ուզում են լավ երգել, երգում են առանց մտածելու։ Չէ, ուղղակի աճ հատվածում, որպեսզի իմանան, որ աղջիկները տղաներին շատ քիչ դեպքեր անունը չես տալիս, աճ հատված ես դրել Անդրեի անունը։ Ես շատ ավելի լավ ելույթներ եմ լսել մերից։ Գիտեմ, որ նա ավելի լավ կարող էր այսօր երգել։ Եվ շատ լավ է, որ դու տղա չես, որովհետև դու իմ խմբում ես։ Շնորհակալություն, աղջիկների ղեկավար Էմի Քարյակի առաջին մասնակից Մերի, ինչ ունես դու ասելու։ Այսքան խոսքերից հետո ինչ խոսք է քեզ մոտ։ Իմ նպատակի մասին այստեղ շատ քչերը գիտեն, այստեղ գալուց նպատակի մասին, բայց չեմ ուզում փակագծերը բացել։ Իմ խաղակարտերը ժամանակն է, որովհետև հետո միգուցե չունենաս այդ հնարավորությունը։ Թող մնամ փակ։ Թող մնա փակ։ Շնորհակալություն։ Համենայն դեպս ես կարծում եմ հասա իմ նպատակին։ Դու գոհ ես։ Եկեք այս ջերմ ծափահարություններով Քարյակի առաջին մասնակից Մերին ճանապարհենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք շարժվում ենք առաջ X Factor-ի եւս մեկ փորձություն անցնում է այսօր Էմին իր Քարյակի հետ եւ Քարյակից երկրորդ մասնակցի անոնսը։ Մասնակից, որը շատ լավ գիտի ինչի համար է այստեղ եկել, որը գիտի ինչ է ուզում եւ շատ հստակ վոկալ ունի։ Ես ուզում եմ ներկայացնել իմ Քարյակից երկրորդ մասնակցին Սյուզաննա Մելքոնյան։ Սյուզաննա Մելքոնյան։ Արևոտ երկնքում անցար լեռների կատարներ անհաս հավքի պես շարերին թարած տաճարներ խաչերով պատված մի փոշոտ արահետ հերվում ուր է ինձ նա իր հետ տանում տունը իմ սարերի ձայնքով սարերի ձայնքով մի աշխարհ քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ցավն է հայ ու հավերժ մի անուն դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ քո կանչով հաղթական իմ հող շուրթերիդ շարական աղոտ սերունդեր խաչերով զինված հաղթեցին դարերին համար քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ քարեր հայ խաչեր անգամ ցավն է հայ ու հավերժ մի անուն դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ
Հայ Սյուզի։ Արամ Ավագյանի, Սրբու Իստանբոլցյանի, մեր երջանկահիշատակ, Վարդուհի Վարդանյանի կատարման, բայց գեղեցիկ երգը ինձ թվում է շատ գեղեցիկ կատարից եւս մեկ անգամ ծափահարություններով ուզում եմ Մերսի։ Քեզ ողջունենք եւ սկսենք խմբերի ղեկավար Պապոյան Գարիկից։ Սյուզաննա ջան, շատ հասուն կատարում էր։ Գիտես, այս երգը իրավունք չունի սրանից պակաս կատարում ունենալ։ Նենց որ իրոք դուրս եկար այն խնդրի տակից, բարդագույն կարծում եմ, որ քո առջև դրված էր։ Դու էլ հուզվեցիր, պատկերացնում մենք ինչ եղանք, ապրես։ Շնորհակալություն։ Շատ ապրես։ Շնորհակալություն Գարիկ։ Ուրեմն քանի որ ես սովոր եմ լսել այս երգը հենց իր առաջին ստեղծած օրվանից, եւ չխափնվել շատ էմոցիաների վրա, որոնք որ երգը իսկապես ունի այնպիսի ուժ, որ ով որ էլ կանգնի եւ երգի նորմալ, այս նույն ծափահարությունները, այս նույն էներգետիկան գնում է դեպի դահլիճ։ Իսկապես, երգը եւ Վարդու կատարումը այդպես հենց խորը նստված է շատ շատերի ականջներին, սրտերում, մտքերում։ Այսինքն սա ինչ որ վերաբերվում է երգին։ Երբ որ սկսեցիք երգը, կուպլետը, ես մի պատ ինձ թված ասացի, չէ, կարծես թե հայերենը իրեն է, չի, որովհետև մինչ այսօր ես լսել եմ միայն օտար լեզուներով երգած ձեր կատարումները, նոր կրկներքից ես հասկացա, որ չէ, միգուցե ես սխալվում եմ։ Չգիտեմ, կուզենայի օրինակ ձեր կատարմամբ լսեի ոչ թե այսպիսի ուժեղ երգ, որը արդեն կայացած է, այ երգ, որը որ դուք կկայացնեք ինքներդ։ Ամեն ինչ դեռ առջևում եմ։ Շնորհակալություն։ Եթե նա մնա շնորհավորում եմ ելույթի համար եւ ծափահարությունները խոսում են, որ ամենայն դեպս ձեր խոսքը հասել է հանդիսատեսին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գոր հասավ քեզ Սյուզիի խոսքը։ Ես զգում եմ, որ աջ հատվածը էլի նյարդացնում ամեն իսկ Սյուզաննային կասեի, որ Սյուզաննան մեր իմ խմբի ջենտլմեն Սարգիսի նման տառապում է Կոբզոնի սինդրոմով, չգիտի ձեռքերը ինչ անի, ձեռքերը Կոբզոնի սինդրոմա դա կոչվում, Էմի ջան, սկոչ, ամենալավը սկոչն է, օգնում է, որովհետև այն հուզմունքը, որ կար քո աչքերի մեջ, քո ձայնի մեջ, հեչ կապ չուներ ձեռքերի շարժման հետ։ Այ երբ որ աչքերս փակում էի, փորձում էի լսել, լրիվ ուրիշ մոտ տպավորություններ ստեղծվում, իսկ ինչ վերաբերում է նրան, որ հստակ շատ ամուր եւ հասուն կատարում էր, դե ոչ մի խոսք չկա, եւ ինձ թվում է, որ մարդիկ, եթե Սյուզաննան անցավ գալա համերգներին, պահանջել են Սյուզաննայից իր պասպորտի պատճեն, որ բոլորին ապացուցի, որ նա ընդամենը 21 տարեկան է։ Դա որովհետև երգի կատարումից եւ իր պահվածքից երևում է, որ նա շատ ավելի 50 անց է։ 50 անց չէ, 22 անց է։ 22 անց։ Ձախ հատվածդ էլ չի փայլում կոմպլիմենտներով, ես քեզ ասեմ, Էմի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ ինչ կասի ղեկավարդ։ Ես ստացա այն ամենը, ինչ պահանջել եմ։ Իսկ իմ պահանջը միայն անկեղծությունն էր, որ երգի երգայինպես, ինչպես նա զգում է։ Եվ դրա օգնականը երևի թե այն աշխարհն է, որն իր մեջ ունի Սյուզին, որի մասին մենք ընդհանրապես ոչ ոքս ոչ մի բան չգիտենք, որովհետև ելույթից առաջ նա հանդիպում է իր ներքին աշխարհի հետ եւ նրանք միասին գալիս են բեմ։ Շնորհակալություն եմ։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր, ինտրիգային խոսք ասած, կիսվիր քո աշխարհում, ինչ է կատարվում հիմա, Սյուզան։ Ինձ թվում է այն ինչ որ կատարվում է իմ ներսում, ես դա նոտաների եւ երգի ընթացքում այն էմոցիաները, որոնք որ ես զգում եմ, տալիս եմ ու փոխանցում եմ բոլորին, այն նոտաների շնորհիվ, որոնք որ ես երգում եմ, եւ այն երգի շնորհիվ, որը տրված էր իմ ղեկավարի կողմից ինձ։ Ավելին դեռ չեմ ասի։ Շնորհակալություն Սյուզանին, ճանապարհում ենք ջերմ ծափահարություններով։
եւ հասուն տեքստով երկու մասնակից են ելույթ ունեցել, առջևում եւս երկուսը եւ մենք կհասկանանք ինչով է։ Այս ծանր էջն ավարտվում Էմիի համար։ Էմի ներկայացրու երրորդ մասնակցին։ Երրորդ մասնակցի ելույթը ամենաշատն եմ սպասում, որովհետև նա ինձ խոսք էր տալիս ելույթից առաջ, որ անպայման բեմում կանի այնպես, ինչպես նրան ասված է, բայց փորձերի ժամանակ չէր անում։ Ամեն դեպքում ես ուզում եմ, որպեսզի բոլորս ողջունենք բոլոր իմ մասնակիցներին, այս պահին, բոլոր իմ 4 աղջիկներին ու հատկապես հիմա եւ հատկապես Անահիտ Հակոբյանին։ Անահիտ Հակոբյան, դիմավորեք։ Hurry, girl, don't get hurt. Careful anything when we are there. I push it down, push it down. I'm the one for a good time, call phone slow now. Don't get my doorbell. Feel the love, feel the love. 1, 2, 3, 1, 2, 3, 3. 1, 2, 3, 1, 2, 3, 3. 1, 2, 3, 1, 2, 3, 3. Throwing back till I lost count. I'm gonna swing from the chandelier, from the chandelier. I'm gonna live like tomorrow doesn't exist, like it doesn't exist. I'm gonna fly like a bird through the night, feel my tears as they dry. I'm gonna swing from the chandelier, from the chandelier. I'm holding over the light, while look down, one over my eyes. Keep my glass full until morning light, 'cause I'm just holding over tonight. Help me, I'm holding over till light. While look down, one over my eyes. Keep my glass full until morning light, 'cause I'm just holding over tonight. Sun is out on this, gotta get a note. I run from this, comes a shame, comes a shame. 1, 2, 3, 1, 2, 3, 3. 1, 2, 3, 1, 2, 3, 3. 1, 2, 3, 1, 2, 3, 3. Turn back till I lost count. I'm gonna swing from the chandelier, from the chandelier. I'm gonna live like tomorrow doesn't exist, like it doesn't exist. I'm gonna fly like a bird through the night, feel my tears as they dry. I'm gonna swing from the chandelier, from the chandelier. And I'm holding over the light, while look down, one over my eyes. Keep my glass full till morning light, 'cause I'm just holding over tonight. Help me, I'm holding over tonight. While look down, one over my eyes. Keep my glass full till morning light, 'cause I'm just holding over tonight. 'Cause I'm just holding over tonight. I'm just holding over tonight, over tonight, over tonight. 'Cause I'm just holding over tonight. I'm just holding over tonight. 'Cause I'm just holding over tonight, over tonight, over tonight. Անահիտ, ահա թե ինչ է լինում Սարի աղջկա հետ, երբ գնում է Էմիի ձեռքը։ Գարիկ։ Երբ որ կարդացի այստեղ Sia Chandelier, ես միանգամից մտածեցի, որ
բայց աշկից ռիսկի են դիմել, որովհետև այս երկը այդքան տենց երկ չի, ինչքան որ իր կատարողն է այս երկը դարձնում տենց երկ։ Ելույթի վերջում էլ ճիշտ ասած տպավորությունս եւ կարծիքս չեմ փոխել, կարծում եմ սա ռիսկային էր։ Մի քիչ չեմ կարողանում կողմնորոշվել, ամեն դեպքում կարողացար տակից դուրս գալ, թե ոչ, էմի դրված խնդիրը սա էր, թե ոչ, բայց իմ պատկերացած այս երկը սա չէր։ Քո տարբերակը, գիտես ինչ էր, մի քիչ լարվածությունը շատ կար ամբողջ ընթացքում, որ թույլ չտվեց հանգստանալ, որովհետև այս երկը մի քիչ ուրիշ կերպ եմ ես պատկերացնում։ Ամեն ինչը կողքի դրած դու շատ արտիստիկ ես, շատ։ Գիտես, այս ամեն ինչ որ դու ունես, շատ մարդկանց մեջ կարելի է կիսել ու կհերիքի, այդքան արտիստիզմ ունես։ Կուզեմ, որ մի քիչ շատ լավ երգում ես գիտես, բայց մի քիչ ուշադրություն դարձնեք երգերին, որ ընտրում եք։ Կարող է շատ եք սիրում, բայց այդքան ռիսկի մի դիմեք այս բայրին։ Կաճեք, հետո կլինի։ Շնորհակալություն։ Գարիկ, Անդրե։ Բավականին ուժեղ թիմ, իսկապես շատ դժվար է լինելու ընտրությունը, շատ դժվար էտապ է բոլորիս համար եւ հատկապես այսօր ձախ կողմիս համար։ Հատված, այդ բառը։ Հատվածի, լավ, ձախ հատվածի համար, որովհետեւ դուրս են գալիս մեկը մյուսից ու ուզում ես հասկանալ թե լավ, որ մեկն է եւ չես հասկանում, որովհետեւ բոլորն էլ հավասարազոր ունեն այդ շանսը լինել այդ եռյակում եւ ունեն իրենց զենքերը ամենայն դեպս։ Արտիստիզմը, կատարումը, բեմում դու ձուկ ես ջրում։ Շնորհակալություն Անդրե։ Գոր Երևի թե առաջին անգամ կյանքումս, երբ որ լսեցի Ժաննա Գուզարովային, նա եղավ իմ համար առաջին այլ մոլորակայինը, հետո եկավ Բյորկը, հետո եկավ Սիան։ Իսկեն ես ունեմ, այսպես ասած, 3 այլ մոլորակային երգչուհիներ, որոնց որ երբևիցե չեմ կարողացել հասկանալ մարդիկ ինչ են ուտում կամ խմում, որ տենց են երգում իրանց երգերը, տենց կերպարի մեջ են։ Ու իրոք իրանց երգերը, որ երգում են ուրիշ մարդիկ, դառնում է շատ պարզ, հասարակ, ինչ որ անհասկանալի երգ։ Այսինքն Գարիկի 100% համաձայն եմ, որ այդ էներգետիկան ֆակտորն է։ Այո, շատ կարևոր է երգչու ֆակտորը։ Նայելով եւ լսելով թե ինչպես էր Անահիտը երգում, ես մտածեցի Աստված իմ ինչքան դժվար է լինել աղջիկ։ Մազերը, աչքերը քսված, դի մտածես դերա բարձացավ, չի բարձացավ, բոբիկ ես, շարժվում ես, երգում ես։ Ու հետո ինչ լավ է ես տղա եմ։ Ու ինչ լավ է որ ես չեմ երգում։ Ու ինչ լավ է որ այսպիսի դեմքեր իմ դիմացի մանստաշ են ու չգիտեմ ինչեր ինչ չեն ասում։ Անահիտ եղիր ուժեղ, որովհետև այս երգը երգելու համար խիզախություն է պետք։ Եվ եթե դու հաղթահարես այս փուլը, հաջորդ փուլերում աշխատի լինես ավելի հստակ։ Այն ինչ որ Սյուզաննա Մելքոնյանի մոտ շատ կա, մի քիչ իրանց վերցրու եւ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն Գոր։ Անահիտ, Էմին արդյոք սա էր պատկերացնում եւ սա էր ուզում ստանալ։ Վախը բնականաբար կար երգը ընտրելիս, ինչպես Գարիկը եւ Գոռը ասացին, որովհետեւ ներքին աշխարհը դա ամենակարևոր բանն է, ինչը պետք էր հենց այս երգի ժամանակ, բայց ես չվախեցա, որովհետեւ երբ ինչ որ դժվար մի ուղի ունես անցնելու, եթե դու այդ ուղին չփորձես անցնել, հետագայում վախը քեզ ուղակի կկործանի եւ դու չես կարողանա անցնել ուրիշ ավելի հետաքրքիր եւ լայն ուղիներ։ Այս դեպքում մենք ընտրեցինք բարդ երգ, բարդ կատարում եւ ես կատարումից գոհ եմ, շարժումները շատ էին, բայց կատարումից գոհ եմ։ Շնորհակալություն Էմի։ Անահիտ, ինչ է կատարվում քո սրտում հիմա, ինչ ես զգում։ Չգիտեմ, ուղղակի ուզում եմ շնորհակալական խոսքեր ասել միայն Էմիին, որովհետև Էմին ոչ միայն հրաշալի արտիստ լինելուց զատ, մեծատառով անձնավորություն է։ Իմ պրոդյուսերը չի դրա համար եմ ինչ-որ խոսքեր ասում, ուղղակի շատ եմ սիրում նրան։ Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեց, որ ես հիմա այստեղ եմ, կատարում եմ իմ շատ սիրելի երգչուհիներից մեկի երգը։ Ուզում եմ ասեմ, շատ շնորհակալ եմ ձեզ եւ երախտապարտ եմ, իրոք սիրում եմ ձեզ շատ։ Շնորհակալություն անկեղծության համար, Անահիտ, ցտեսություն այս տափահարություններով հեռացիր բեմից։ Մեծատառով Էմին
մնացել է մեկ մասնակցով հանդերձ եւ այդ վերջին մասնակցի ելույթը քիչ հետո մենք կվայելենք, իսկ հետո կլինի ծանր որոշումների հատվածային վարքյանները։ Ասա Էմի։ Այսօր իմ քարյակը կփակի անձնավորություն, որի դրության մեջ այս պահին ես եմ։ Նա շատ է հուզվում եւ հուսամ, որ այդ հուզմունքը փոխանցել է այս պահին ինձ եւ իր փոխարեն ես կհուզվեմ բոլոր 4-ի համար եւ ես ներկայացնում եմ Ժաննա Դավթյան։ Մի հուզվիր։ Լավ կերքես։ Ժաննա,
Մեր քարյակի վերջին մասնակիցը Ոտնկայ սապարում են քեզ Ժաննա, բայց դահլիճի ծափարությունները երբեմն չեն համապատասխանում ժյուրիի կարծիքների հետ։ Անդրե, ձեզնից սկսենք։ Այս պայն պետք է իմ սուբյեկտիվ եւ գումարած օբյեկտիվ կարծիքը արտահայտեմ, որ ամենաշատը քո ելույթն եմ հավանել։ Այսօրվա քարյակը։ Այսօրվա քարյակից եւ այսօր, քանի որ ես տեսել եմ Ժաննային, տարբեր ելույթներ եմ տեսել Ժաննայից, տարբեր նախագծերում, այսօր զգացվեց, որ ձախ հատվածը բավականին ազդեցություն է ունեցել տվյալ տաղանդավոր անձնավորության վրա եւ իսկապես եմ ասում, որ ամենայն դեպս ձեր աշխատանքը կարծում եմ, որ ստացվել է փայլուն եւ տա Աստված, եթե անցնես եռյակ, ապա հետագայում կստացվի էլ ավելի փայլուն։ Շնորհակալություն։ Անդրեն գոհ է, իսկ Պապոյանը։ Ուրեմն գիտես ինչ տպավորություն էր ինձ մոտ, որ ամեն ինչ դրված է, ամեն ինչ իդեալական վիճակում է, բայց մենք տեսնում ենք քո ոչ թե առաջին կատարում, այլ 15 անգամ նույնը երգել ես ու արդեն 15-րդ եմ ես տեսնում, ասեն այն հոգնած մի քիչ աչքերը կախ ու մի քիչ խեղճացած վիճակը, որ զգում եմ, որ ամեն ինչ կա, դու գիտես ինչպես անել, բայց մի տեսակ այն արդեն դե 15 անգամ արել եմ, էլի եղեք, այսինքն վիճակ էր։ Բայց իմ ինտրությունը դժվար է լինելու, որովհետև ինչ որ է բավականին լավ պատրաստվել էր։ Մեկ խեղճանում էր, որովհետև զգում եմ ոնց որ ամենավերջին ուժերը ներդներ են այն կրկներքի ժամանակ, դրանից ավելի ու սենց կընկնեիր, այդ շնչակտոր վիճակը, որ հանում էի, այսինքն շատ կոկիկ եւ չափված ձևած կատարում էր։ Շնորհակալություն։ Գոր ինչ տպավորություններով եք դուք։ Շատ դժվար է խոսել Ժաննայի ելույթի մասին, քանի որ ես այս տեսակ երաժշտությունը չեմ հասկանում եւ չեմ ընկալում։ Իմ համար մի քիչ ինչ-որ անհասկանալի է։ Տեսնում եմ, որ Ժաննան շատ աշխատասեր է։ Տեսնում եմ, որ ինչքան է պարապ է, շարժը, ձևը, անգամ այդ գլխարկի նետումը, որ ճիշտ երևի տանը պարապել էր։ Վերջը, հասկանում ես, տեսնում եմ, որ երգում ես, ամեն ինչ օքեյ է, բայց այդ ժն, այդ չկա, որ տա ուղեղիս մեջ ու ինչ-որ սենց լամպոչկան վառվի, հասկանում ես։ Միգուցե դա իմ անձնական խնդիրն է, միգուցե դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ եւ այլն, ինչ-որ բան ինձ չհերիքեց այսօր, բայց աջ հատվածումը զգում եմ, որ այդ ամեն ինչը օքեյ է եւ զգում եմ, որ միակ երևի թե ելույթն էր, որ Էմին այսպես ասած վերջում ռելաքսվեց եւ անգամ մոռացա, որ հիմա պետքա շատ կարեւոր բաներ ասի մի րոպեից։ Այդքան։ Շնորհակալություն Գոր Գլումով եւ վերջապես քեզ համար իհարկե ամենասրտամոտ կարծիքը։ Իրականում չեմ մոռացել, որ մի քանի վայրկյան անց շատ ավելի դժվարանալու է կյանքը մի քանի օրով։ Եվ ուզում եմ ասել, ուղղակի կներեք էլի, քանի որ մոտենում է վայրկյանները արդեն ընտրության, ես խոսքեր չեմ կարողանում գտնել կոնկրետ այս ելույթի հետ կապված, ուղղակի ուզում եմ ասել, որ այն շատ բարդ էր, որովհետև երգի մեջ կար եւ տղայի պարտիաներ եւ աղջկա, որը մեծ նշանակություն ունի, երբ ուզում ես լիարժեք ելույթ ունենալ տոնայնության հետ կապված խնդիրների մասին եմ ասում։ Ժաննան շատ լավ կատարեց այն ամենը, ինչ ես նրան հանձնարարել էի։ Ուզում եմ, որպեսզի բեմը սիրես, չհուզվես, հուզվիր իհարկե բեմից առաջ, բայց երբ բարձրանում ես բեմ, ուղղակի սիրի այն ամենը, որը քո կյանքն է, քեզ ուժ է տալիս, քեզ երջանկացնում է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եմ։ Շնորհակալություն եւ Ժաննա, քո կարծիքը, քո հուզված աչքերից դեպի խոսք, հասկանանք ինչ է կատարվում քեզ մոտ։ Դու գոհ ես արդյոք։ Եթե անկեղծ չեմ հիշում, ինչպես եմ ելույթ ունեցել, կարծում եմ այդքան էլ վատ չէր, բայց ինքս ինձնից ավելին էի սպասում անկեղծ։ Չգիտեմ։ Էմին վերջի խոսք, նախավերջին խոսք, ընդհանրապես խոսք ունես ասել է։ Միայն շնորհակալություն, որովհետև երբեք չէի պատկերացնի, որ դուք կդառնաք իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը, ում կարծիքը
կարևոր կլիներ ինձ համար։ Չգիտեմ։ Շնորհակալ եմ շատ։ Դե գնա եւ սպասիր որոշմանը։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահից եւ այդ մեզ մոտ ամեն ինչ թեժանում է եւ սանդղակի մաքսիմումի է հասնում Էմի լարվածությունը։ Ով է գնալու տուն, ում Էմին չի տեսնում իր եռյակում, եզրափակիչ ովքեր են անցնելու։ Այս հարցերի պատասխանը ընդամենը մի քանի վայրկյանից X Factor հեռուստանախագծում։ Էմի պատրաստ։ Մնացեք մեզ հետ, կիմանաք այս հարցերի պատասխանը։ Եվ այսպիսով բոլոր X-երը հիմա իրենց տեղը կդրվեն Էմի վճռով։ Էմի, ում ես տեսնում քո եռյակում առաջինը։ Էմի, Անահիտ, Անահիտ։ Անահիտ, սա երջանկության արդյունքներ են, դու արդեն եռյակում ես եւ եւս մեկ անգամ ընդունիր այս ծափահարությունները։ Անահիտին մենք տեսնելու ենք եզրափակիչ փուլում։ Անահիտը եռյակում է։ Հաջորդ անունը, որ մենք կլսենք Էմիի շուրթերից, դա կլինի Էմի, ով է երկրորդը։ Մերի, Մերի։ Մերի, շնորհավորում եմ, դու եռյակում ես Անահիտի հետ միասին։ Երկու սիրտ հիմա համեմատած ավելի նորմալ են զարկում։ Իսկ երկու սիրտ շարունակում են բաբախել այնպես, որ ամենահեռավոր վայրերում էլ լսվում է Սյուզիի եւ Ժաննայի սրտի զարկոցը։ Նրան միանում է նաեւ Էմմիի սրտի աշխատանքը եւ պահեր հետո մենք կիմանանք վերջապես երրորդ անունը։ Ով է նախագծում եւ ով է լքում այն։ Ժաննա, թե Սյուզի։
Էմի, մենք հասկանում ենք, որ շատ լարված է ու շատ ծանր է քեզ համար այս որոշումը։ Այնուամենայնիվ, այս երկու շնորհաշատ երիտասարդ աղջկանից մեկը նախագծում պետք է լինի, մյուսը հեռանա։ Ում հետ ես աշխատելու դու։ Ես նախաբան ասեմ, եթե կարելի է։ Ես ուզում եմ, որպեսզի նախագծում մնան այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով, ինչ-որ բան սովորում են պրոյեկտի ընթացքում եւ կարողանում եմ իրենց ինչ-որ բան տալ։ Կան մասնակիցներ, ովքեր այնքան լավ են երգում, որ ուղղակի անհնար է նրանց ավել ինչ-որ բան տալ։ Մարդը երգիչը, երգչուհին, դերասանը ուղղակի պետք է գնա, գտնի բեմ եւ երգի։ Այս դեպքում ինձ հետ պրոյեկտում կմնա ինչ-որ մեկին Էմին տալու այլևս ոչինչ չունի։ Իսկ ինչ-որ մեկի հետ պատրաստվում է եզրափակչում աշխատել։ Ով է ըստ իրեն կայացած եւ ով է կայացնելու իր ճանապարհը X Factor-ում։ Պրոյեկտում մնում է Ժաննան։ Ժաննան։ Սյուզի, արիր ինձ մած։ Երեքն էլ լացում են, չորսն էլ, Էմին էլ։ Եվ անխախտ խրոխտ հոգով է լացում, մի անց, ով Էմի խոսքերով արդեն անելիք չունի X Factor-ում, որովհետև նա բավական արդեն կայացած է և արդեն պետք է բեմ գտնի, որտեղ ելույթ ունենա։ Բարեկամներ, ես ուզում եմ, որ շատ ջեմ ծափահարենք Սյուզանին, ով իր ուղին հարթեց X Factor-ում և ստիպեց, որպեսզի մեր Էմին ապրի իր կյանքի ամենալարված պահերից մեկը։ Սյուզի, ինչ ունես դու ասելու քո ընկերներին, քո ղեկավարին։ Շնորհակալ եմ շատ։ Ես ընդամենը մի բան եմ ուզում ասել, որ ես 9-րդ տարին է, որ երգում եմ, բայց ինձ գրեթե ոչ ոք իմ մասին չգիտեր Սուպերստարից այն կողմ։ Եվ ես այսօր ունեմ երկրպագուների ահռելի մի բանակ, որոնց շնորհիվ ես իմ ճանապարհն եմ շարունակելու, իմ կարիերան եմ շարունակելու։ Ես սիրում եմ ձեզ, դուք դեռ կլսեք իմ մասին։ Իսկ Էմի, քեզ շատ շնորհակալ եմ այսօր ինձ ճակերտավոր չանցկացնելու համար, որովհետև դուք ինձ ստիպեցիք ավելին անելու հետո։ Շատ շնորհակալ եմ։ Ծափահարություններով Վերցուք ես այդ այս ծափահարությունները, սա մեծ բանակի ծափահարություններ չեն իհարկե, բայց ինչքանը որ վերցնես Էմի, թող մեզ միանան քո եռյակը, ում հետ դու դեռ ճանապարհ ունես անցնելու գալա փուլերում ծափահարություններով մեր աղջիկներին, աղջիկների ղեկավար Էմի, Ժաննա, Մերի, Անահիտ
ահա մեր եռյակը, աղջիկների քառյակից անցած եռյակը։ Մերի, Անահիտ և Ժաննա, ահա եռյակ աղջիկների, որոնց դուք տեսնելու եք նոր համարներով, նոր երաժշտական բեմադրություններով մեր եզրափակիչ փուլում։ Բարեկամներ, այսօր իրենց եռյակները կազմեցին 24-ից բարձր տարիքային խմբի ղեկավար Եգոր Գլումովը, աղջիկների ղեկավար Էմմին, և այս ամենը դեռ սպասվում է Անդրեին և Գարիկ Պապոյանին։ Հետևեք X-Factor հեռուստաշոուին, այստեղ պարտվողներ իրականում չկա, կա երաժշտությունը և ճաշակը, որը միշտ հաղթում է։ Մեր էմոցիաները փոխանցում ենք ձեզ և ցտեսություն։